Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մոտ 17,000 ինքնաձիգ էր անհետացել։ Նման հայտարարություններ իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում, սակայն զարմանալիորեն մինչ օրս իրավապահները հանրությանը չեն իրազեկել, թե անհետացած 17,000 ինքնաձիգից քանիսն է հաջողվել հայտնաբերել։ Այսօր գրեթե ամեն օր լսում ենք կրակոցների, զենքի գործածությամբ միջադեպերի, վիրավորների մասին, փաստացի, եթե ապօրինի զենքերը չեն հայտնաբերվում, նշանակում է դրանք մնացել են շրջանառության մեջ։ Չի բացառվում նաև, որ 3 աջափնյակում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով 6-ը վիրավորվել, այդ անհետացած զենքով է կատարվել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս համատեքստում հիշեց հայտնի ասացվածքը՝ վատ պարողին երաժշտությունն է խանգարում, ապա նկատեց, որ դա Հայաստանի իշխանությունների մասին է։ Նրա խոսքով իշխանությունները տեղի ունեցող միջադեպերը հաճախ փորձում են կապել տարբեր ժամանակների իրադարձությունների հետ, պատասխանատվությունը տեղափոխելով անցյալ։ Եթե ժամանակին Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները տեսականորեն չեն կարողացել համապատասխան ծառայություն իրականացնել եւ պատերազմական գործողությունների տարբեր վայրերից զենք է ներթափանցել Հայաստանի Հանրապետություն, որը դառնում է այս կամ այն խմբի կամ անձի համար հանցագործություն գործելու միջոց, ապա դրա պատասխանատվությունը եւս իշխանություններին է, այդ թվում նաև ներքին գործերի նախարարությանը։ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ պատերազմներն ու տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձությունները բնականաբար կարող են ստեղծել բարդ իրավիճակներ, սակայն այն ամենը, ինչ կապված է զենքերի անհետացման, դրանց ապօրինի շրջանառության եւ դրա հետևանքով մարդկային կորուստների ու վիրավորումների հետ, վկայում է վերահսկողության պակասի եւ ներքին անվտանգության ոլորտում համակարգային ձախողումների մասին։ Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր ներքին անվտանգության հետ կապված կան մեծաթիվ խնդիրներ եւ թեև այդ ոլորտի ներքին գործերի նախարարությանը, ուժային կառույցներն ու հոմաները ամեն տարի գնալով շարունակում են, անընդհատ նոր ստորաբաժանումներ են ստեղծում, եղածները համալրվում են եւ այլն, բայց այս իրավիճակում որևէ հարց չի լուծում։ Հավելենք նաև, որ պատերազմից հետո քաղաքացիների մոտ անվերահսկելի թվով զինամթերքի առկայության մասին դեռևս 2021-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անձամբ էր խոսել։ Նա հայտարարել էր, որ հենց իր որոշմամբ է այդ զենքը քաղաքացիներին բաժանվել, չպարզաբանելով սակայն ինչ կարգով է զինամթերքը տրամադրվել քաղաքացիներին եւ ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք հայտնաբերելու ուղղությամբ։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։